Հարգելի հայրենակիցներ, հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հրատապ եթեր հրավիրում եմ ձեր ուշադրությունը։ Հայաստանում այլևս վտանգված է ժողովրդավարությունը։ Հերթական կարմիր գիծը հատեցին, ու այդ կարմիր գիծը հատում են, որովհետև վախենում են իրենց աթոռի կորստից։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների եւ լրացումների նախագիծ է բերել, որով ուշադրություն արգելում են կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։ Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հետ, չի ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն եւ մեր քաղաքական ուժը կռիվ է տալիս այդ ճշմարտության վերականգնման համար։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ անկախ այն իրավիճակից, թե քաղաքացին մեր քաղաքական ուժին ձայն կտա երկրորդին թե երրորդին, դուք իրավունք չունեք միջամտելու ընտրական գործընթացներին։ Վենետիկի հանձնաժողովը ունի ընտրական գործընթացների հետ կապված լավագույն վարքագծի կանոնագիրք, որով արգելվում է ընտրական գործընթացից 1 տարի առաջ ժամկետում որևէ միջամտություն եւ փոփոխություն ընտրական օրենսգրքերում, որպեսզի կայուն եւ կանխատեսելի լինի ընտրական օրենսդրությունը եւ ընտրական կանոնակարգումները։ Հիմա դուք ինչ եք անում։ Փորձում եք թույլ չտալ, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը կիրառվի ընտրական process-ում։ Հասկանալի է, որ այս իշխանությունը խուճապի մեջ է թվերից, իսկ թվերը խոսում են մի բանի մասին։ Թվերը խոսում են, որ ժողովուրդը ունի իր համար ընտրյալ, որ ժողովուրդը ուզում է փոփոխություն։ Եվ ինչ են անում։ Փաստերով խոսենք, մարտի 31-ին կնքվել է դաշինքը եւ հայտարարվել է, որ մենք ուժեղ Հայաստան կուսակցությունը այլևս ընտրական գործընթացներին մասնակցելու ենք որպես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Ապրիլի 13-ից կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկում էր փաստաթղթերի ընդունելությունը քաղաքական ուժերի, որոնք մասնակցելու են գործընթացներին։ Այս քաղաքական ուժը փորձում է այս միջակայքում, երբ մի քանի օր է ընդամենը մնացել, անգամ մի շաբաթ էլ չէ, փաստաթղթերի ընդունման մեկնարկի, այսպիսի բացահայտ միջամտություն թույլ տալ եւ խախտել խաղի կանոնները։ Սա կրկին ընդգծում եմ, միայն կռիվ չէ մեր քաղաքական ուժի հետ, սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր մարդու հետ, սա կռիվ է մեր պետության իրավական ու ժողովրդավար լինելու հետ։ Մի բան են հակառակորդից սովորել, գնալով խախտում են այդ իրենց հռչակած ժողովրդավարության բաստիոնի սկզբունքները։ Հայեր ջան, կոչ եմ անում, բոլորդ հիմա բարձրաձայնեք։ Վաղը տեղի է ունենալու հերթական ապօրինությունը մեր երկրում, իրենք հրավիրում են ազգային ժողովի արտահերթ նիստ, որը մեր երկրի համար անթույլատրելի է։ Կոչով դիմում եմ նաև միջազգային գործընկերներին։ Խուսափում եք ու վախենում եք փոփոխություններից, բայց հայ ժողովուրդը արդեն կատարել է իր ընտրությունը։ Հայաստանը ունենալու է նոր վարչապետ, այդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, ու ինչքան է նման միջամտություններ թույլ տաք, չեք հաջողելու։ Փոփոխությունները գալիս են եւ սпасել չեն տալու իրեն։